խափանման միջոց կիրառելու հետ կապված կողմերը ինչ դիրքորոշում ունեն, դժոխք կողմը։ Ասում են խափան միջոց կիրառելու հարցի քննությանը։ Քանի որ ես պետք է հաշվության համաձայնություն կնքեմ մեղադրյալի հետ, այս պահի դրությամբ իմաստազուրկ է այլևս մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելը եւ Պարզ է եղել այն ձեր դրական Շատ այդ դեպքում դատարանը նույնպես արձանագրում է, որ դժոխք կողմից միջոցով չներկայացրեց, սու դեպքում խափանման միջոց կիրառելու վերաբերյալ անհրաժեշտությունը բացակայում է, ուստի արձանագրեցինք այդ հանգամանքը, հաջորդ հարցը գույքային հայց հարուսվածությունների դեպքում գույքային պատասխանատվություն ճանաչելու հասն է, սույն փուլում նման պահանջում եք նստեք, նաև արձանագրում եք այդ հանգամանքը, Եվ դատարանն ասում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի այդ 454-րդ հոդվածի երկրորդ մասով մատնանշված է հայազեկումից շտակված հարցը, որ սույն դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված հարցի կողմեր դատարանը պետք է քննարկի դժոխքի եւ մեղադրյալի հաշտության հնարավորության հարցը եւ եթե կողմերը հաշտում են, ապա համաձայնության հիման դատարանը պետք է կայացնի համապատասխան որոշում։ Հիմա լսում ենք Երնյանձես, քանի որ դուք եք ներկայացնում։ Դատարան անհասարական նիստի ժամանակ ես հայտնեցի, որ ես հիշաչար անձնավորություն չեմ, պատրաստակամություն եմ հայտնում հաշտություն կնքել մեղադրյալ Սաղաթել Սուքիասյանի հետ, եթե նա ընդունի սխալ է եւ ներողություն խնդրի ինձնից։ Այդ կապակցությամբ դատարանին տեղեկացնում եմ, որ նախքան դատական նիստի սկսվելը ես այսօր զրույց եմ ունեցել Սաղաթել Սուքիասյանի հետ, նա ըստ էության հայցել է իմ ներողամտությունը եւ ներկայումս ես վերջինիս հետ գտնվում եմ բարի դերացական հարաբերությունների մեջ, որը թշնամանք չունեմ Սաղաթել Սուքիասյանի հետ, եւ եթե մեղավորը ճանաչի դատարանը նրան այն հանցակազմը, որը ներկայացնում դատարանում, պետք է 1,500,000 դրամի չափով նա տուգանք վճարել պետությանը, պետբյուջե, դրանից ես որևէ շահ չի ունենալու։ Ամեն դեպքում ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ առկա են բավարար հիմքեր մեղադրյալի հետ հաշտություն կնքելու, քանի որ նա արդեն զգացել է իր սխալը, ներողություն է խնդրել ինձնից եւ հայտնել է, որ որևէ հետագայում որևէ ոտնձգություն իմ անձի դեմ իր կողմից չի կատարվելու։ Նստեք, հետեւաբար այլևս իմաստազուրկ է քրեական հայցը տնտերը։ Պարզ է, նստեք։ Ցանկանում հաշտություն կնքել մեղադրյալ Սաղաթել Սուքիասյան, ոտքի կանգնեք, այնպես է ինչպես որ ներկայացվեց Երնյանի կողմից հաշտվել եք եւ այն հանգամանքները, որոնք որ փաստեց Երնյանի կողմից, որպես այդպեսին ընդունելի է ձեզ համար, առկա է հաշտություն եւ ցանկություն եք կնքելու հաշտության համաձայնություն։ Ճիշտ է։ Պարզ է Երնյան, այլ ինչ-որ հանգամանքի շոմն է չբացահայտված ձեզ գործի հետ կապված ոչ։ Իհարկե գործի հետ կապված մեկ այլ հարցեր, որպես այդպեսին քննական առարկա չեն դարձնում։ Քրեական նստեք Սուքիասյան, որպես այսպեսին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 454 հոդվածի երկրորդ մասը նշված է, որ եթե կողմերը հաշվում են, ապա նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կազմում է այն հաստատելու մասին որոշում համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր հաշտության տերության եւ իրավական հետևանքների գիտակցման։ Կողմերը խնդրում են ոտքի կանգնեն, երկու կողմները ոտքի կանգնեն, կամավոր է համաձայնության եկել։ Իհարկե։ Կամավոր է Սուքիասյան։ Հաշտության տերության եւ իրավական հետևանքները պարզ է, ինչու մեր կայանում։ Երնյանը մանրամասը նաև շարադրեց այդ հանգամանքը, որ ինչ-որ արևով ինչ-որ արք եք կատարել եւ դրա հետ կապված հաշտվել եք, ընդունում եք, որ սխալ եք արել եւ այլն։ Այդպես է։ Այդպես է։ Եվ Երնյան ինչ կարծիք ունի, գրավոր կազմելու անհրաժեշտություն թողնելու այդ սովորությանը, եթե գտնում եք նպատակահարմար, ես պատրաստ եմ նաև գրավոր շարադրել։ Իսկ օրենքի տրամաբանությունից ձեզ անհրաժեշտ է գրավոր կազմելու Անկեղծ ասած, սա իմ կյանքում առաջի քրեական հայցն է, ես որը ներկայացնում եմ դատարան, այդպես ընթացակարգին տեղայք չեմ, թե հաշտությունը արդյոք պետք է գրավոր ձևակերպվի, թե բանավոր նույնպես ինքը։ Եթե դուք պահանջեք, որ գրավոր ձևակերպենք, պատրաստ եմ նաև գրավոր ձևակերպել։ Ամեն դեպքում հաշվի առնելով, որ նոր ինստիտուտ է սա ներգրաված քրեական դատավարության օրենսգրքում, դատարանը միջում կայտարի 5 րոպե ժամանակով ընդամենը նաև գրավոր տարբերակ ներկայացրեք, որ դուք կամավոր հաշտվել եք եւ ներկայացրեք դատարանին։ Այսինքն երկուսը պետք է գրենք, այո, թե մեկ փաստաթղթ։ Մեկ փաստաթղթում երկուսով գրեք եւ ստորագրեք։ Ամենքս մեր ձեռագրով։ Այո։ Եվ Այս միջում 5 րոպե ժամանակով։